հարգելի հյուրեր, Մարզաշնորհ Սիոն arczepiskopos, շնորհակալություն, որ մարզպետարանից մեր աշխատակազմը մարզպետի այստեղ ներկա է, շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, որ այստեղ եք այս պատասխանատու եւ կարեւոր օրվան կիսելու այն ապրումները, այն զգացումները, որ մենք այս պահին ունենք։ Այսօր հոկտեմբերի 10-ն է եւ ավականու արտահերթ նիստի օրակարգն եմ ձեզ ուզում ներկայացնել։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 14-րդ հոդվածի 6-րդ մասով Փարաքար համայնքի ավականին որոշում եմ հաստատել օրակարգը, օրակարգում ունենք մեկ հարց, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելու մասին որոշման նախագիծը։ Հարգելի ավականիներ, եթե հարցեր չունենք, անցնենք օրակարգային հարցի քվեարկությանը։ Ովքեր են կողմ հաստատել, շնորհակալություն, որոշումն ընդունվեց միաձայն։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի առաջին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու 2025 թվականի հոկտեմբերի 7-ի համար 108A եւ համար 109A որոշումները Փարաքար համայնքի ավականին որոշում են։ Որոշման շարունակության համար ես հրավիրում եմ համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանին երթման արարողությունը շարունակելու համար։ Խնդրեմ։ Ձեզ շնորհակալություն բոլորի մասնակցելու համար։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնել, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու որոշումները։ Ազնվորեն եւ բարեխիղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործելի բարոյություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը։ Ուժերիս անմիջանով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեվոր վերելքին։ Շնորհակալություն բոլորիցը, կներեք, քիչ հուզված եմ, շնորհակալություն։
Հարգելի ավականիներ, շարունակելով այս որոշման նախագծի հաջորդ կետը, Հայաստանի Հանրապետության Արմավերի մարզի Փարաքար համայնքի ղեկավար ընտրված Օնիկ Արտավազդի Ախվերդյանի պաշտոնի ստանձնման օր համարել 2025 թվականի հոկտեմբերի 10-ը համայնքի բնակիչներին տրված երդման։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Եկեք քվեարկենք, ավականիներ։ Ովքեր են կողմ? Որոշումն ընդունված է միաձայն։ Պիտի խնդրեմ պարոն համայնքապետ ներկայանաք նիստը շարունակելու համար։ Հարգելի ներկաներ, նորից խնդրեմ մի պաղոտքի կանգնենք, մի աստավարաղորդենք առասպած, իրոջ որդությունից ապակասնենք, որդականած, և մի տանիր ըզմեզ ի բորձություն, այլ պրկյազ մեզի չարել, զիքոյ արկայություն և զորություն և պահարկալիթյան սամեն, ըզգործը սերաս մերոց ուղին արայ մեզ է և ըզգործը սերաս մերոց հաջողյան մեզ ամեն, և սիրելի ներկաներ մեկ ռուպելորության արգենք իշակակը, Վալոդյա Գրիգորյանի բարի իշակակ արգենք և աղոտենք նրա հոգու և մոլուկպես բոլորից համար։ Իշակակն արդարի կողմիշտ որդության։ Մարզային համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, արժանապատիվ տերայներ և շատ սիրելի ավական ու հարգարժան անդամներ և շատ սիրելի ժողովուրդ։ Այո, այսօր մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի շարունակենք այն, որը սկսվեց նույն այս վայրում, և մենք վստահ ենք, որ Աստծո օրհնությամբ և մեր բոլորիս բարի կամքով այն գործընթացը, որ սկսել էր Վալոդյա Գրիգորյան, պետք է շարունակվի և պետք է շարունակվի այն ուղիով, ինչ որ ինքը գծել էր և ինչ որ ինքը կամենում էր լինել։ Մենք վստահ ենք հոգու անմահության, որպես քրիստոնյաներ, և նրա հոգին, որ սավառնում է երկնքում, տեսնում է այս բոլորը, հետևում է մեզ բոլորիս, և նրա հոգու խաղաղության համար ամենակարևոր կլինի այն, որ վստահ ենք նաև, որ նոր համայնքապետը իրավունքով, հուզմունքով ընդունեց երդման արարողությունը, որտեղ մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա շարունակելու մեծ մարդու գործը։ Եվ այսօրվա Սողոմոն իմաստունի գրքից, եթե մարդ արդարություն է սիրում, ապա արդարության վաստակի արդյունքը առաքինությունն է, որովհետև նա, որ սովորեցնում է գիտություն և խոհեմություն, արդարություն և արիություն, որոնցից առավել պիտանի չկան մարդու կյանքում։ Եվ իսկապես աստվածային խոսքը միշտ է հավերժ է։ Մարդու կյանքում արիությունը, առաքելությունը, բարությունը և նաև կամքի ուժը ամենակարևոր է մարդ պետք է ունենա։ Եվ մենք ունենք այդպիսի ազնվորություն հանձինս Վալոդյա Գրիգորյանին, և մենք վստահ ենք մեկ անգամ ևս արտահայտելու, որ նրա ընկերը պարոն Ախվերդյանը շարունակի այդ գործը և նաև ոչ եմ անում բոլորի համագործակցությանը, սիրելի ժողովուրդ, որովհետև արդարությունը միշտ հաղթանակելու է և արդարամտությունը նույնպես, բայց նաև պետք է լինի միասնություն։ Միասնության ուժն է, որ այս առաքինությունը, արդարությունը, արիությունը կդառնա
մարդու կարևոր հատկանիշները, որտեղ եթե չլինենք միասին, ապա մենք հեշտությամբ կարող ենք կոտրվել։ Եվ մեծ բանաստեց ասում է, թե մենք ուզում ենք բռունցքով հարվածել, ինչ ենք անում։ 5 մատները հավաքում ենք, բռունցք ենք ասում։ Եթե 5 մատներ առանձին մենք աշխատացնենք, արդյունքի չենք լինի, արդյունքի չենք ասնի։ Այդ իսկ պատճառով մենք աղոթում ենք, որ փառաքար խոշորացված համայնքում տիրի խաղաղությունը, տիրի արդարությունը, տիրի բարոյական եւ առաքինի ամանդույթները, որ ունի այս համայնքը, դարավոր այս համայնքը, իր եկեղեցիներով, իր հոգևորականներով եւ իհարկե իր ժողովրդով, ղեկավարությամբ նորընտիր պարոն Ախվերդյանին եւ ավականու անդամների, որոնք իր գործակիցները ունեն։ Նորից մեկ անգամ շնորհավորում ենք եւ մաղթում ենք, որ Աստված թող Սուրբ Աչքի ներքո ձեզ պահի պահպանի, մեզ բոլորիս եւ խաղաղությունը, արդարությունը թող տիրի այս համայնքում։ Թող այլևս չլինենք կրակոցներ։ Հայ դեմ, եթե ձեռք է բարձրացնում, դա մեծագույն սրբապղծությունն է եւ այդ բաները մենք պետք է մոռանանք, պետք է դուրս գա մեր մեջից, որովհետեւ տիրի մեր մեջ, մենք փոքր ազգ ենք, մենք իրավունք չունենք իրար ոչոտելու, մենք իրավունք չունենք իրար թշնամի լինելու, մենք թշնամիներ շատ ունենք, թշնամի չպետք է բնդենք մեր մեջ, թշնամիները շատ են, մենք պետք է լինենք ավոր, որ կարողանանք արտաքին թշնամիների դեմ պատվար եւ պատնաշներ։ Աստված թող օրհնի ձեզ բոլորիս։ Մեկ անգամ ևս Վարդո Գրիգորյանի շատակը թող վառ եւ հավերժ մնա բոլորի սրտերում։ Ամեն։